ինչքան խոսում եմ, ինչքան ձեզ նայում եմ եթերով, ոնց որ դուք մարդկանց ավելի վիրավորում եք, ավելի հայ ժողովրդին նվաստացնելու համար եք եկել այդ պոստին։ Ժողովրդական խոսք ասում է, հիմար գլխի երեսից ոտքերն են տուժում։ Այո, այսօր մենք ձեր այդ արածներից ամբողջ ժողովուրդը տուժում է։ Ինչի համար, ինչի համար, ինչի շատ ճիշտ է արել Արտուր Չախոյանը, որ շատ հետևողական է այդ գումարների ծախսման մեջ։ Ինչ է կարել, ինչի պիտի Նորքի թաղապետը հարձակվի Արտուր Չախոյանի վրա, մի հատ էլ ծեծեն։ Ես տեսա, որ Արտուր Չախոյանի աչքը իհարկե նկարով եմ տեսել, որ ամբողջ դեմքը գլխի վրա հնարավոր չի, որ կոտրվածքներ բան չունենա։ Դա այս բոլորը խոսում է, այս մեր անկազմակերպ թափթփված, որ բարձի թողի է մեր երկիրը, մելի է, որ թաղապետը չի ուզում ընդունի, որ իրան գումարներ են յուրացնում, չես համաչում, եկա մարդ ես, դու մտել ես գողության համար, իհարկե ամբողջ այդ ԿՊ-ն, ամբողջ թաղապետարանը, ամբողջ քաղաքապետարանը, մենակ գողություն, ուրիշ ոչ մի բան, այո, ճիշտ են արել տղաները, որ հետևողականորեն ձեզ հսկում են, շատ ճիշտ են արել, Արտուր Չախոյան ջան, իմացի, որ եթե մի բան է լինում, դուք մի հատ հայտարարություն արեք, մենք ձեր կողքին ենք, ժողովրդի մեջ կա մի մասսա, որ միշտ ձեր կողքին է ու հետևում է այդ ամբողջ արարողակարգին։ Եվ հետո Ռուբեն Ռուբինյան, որ էլ է գնացել ես Թուրքիա հանդիպել ես բանը, այդ Թուրքիայի արտգործնախարարի հետ, մի հատ չես ասում ինչ ա եղել, մենք պիտի իմանանք, չէ ինչ ա եղել, ինչ ես բանակցել, դուք ես բանակցողի տեղ ես դրել, այ անգրագետ, այդ որ գնացել ես Թուրքիայում կրթություն ես ստացել, չի նշանակում է, որ դու բան իմացես, այնքան բան իմացես, որ դու կարաս դիվանագիտական այնքան մեծ փորձ ունես, որ դու կարաս բանակցես այդ բանը Թուրքիայի արտգործնախարարի հետ, մի հատ բացահայտի, դու ասա, որ ինչ է սա, ինչ եք պայմանավորվել, վերջապես մեր ժողովրդի հարցն է լուծվում, Թուրքիայի հարցը չի է մեր ժողովրդի հարցն է, կանգնել ես ու մի հատ ջուրն առել ես բերանդ ոչ մի ձեն չես անում, լսի դու քո արտաքինով, քո ամեն ինչով, քո պահվածքով դու հիշեցնում ես Թուրքիայի հետնախորշերում ծնված մեծացած, ինչպես թուրքերն են ասում, գաջագոնդիներում ծնված մեծացած, այտենց մի անձնավորության, համենայն դեպս դու հայի նման չես, որտեվ հայ մարդը, հայեցի մարդը նման պահվածք չի ունենա, ինչ ես գոռում պատգամավորների վրա, հատկապես ես այն օրը նայում էի Քրիստինե Վարդանյանի վրա ոնց էր գոռում, ինչ ես գոռում, մարդը իրավունք ունի խոսում է, մի հատ էլ ժամանակը կրճատում ես, չէ, այտենց բաներ մի արա, միակողմանի անպայման պիտի բանը ԿՊ-ական լինի, որ նոր ձայն տաս, հա, ինչ ուզեն են խոսել, այտենց չի։ Եվ հետո այս վերջերս նայեցի տեսա, որ մի հատ շատ աշխուժ այդ երիտասարդների վրա հարձակվել է, մի չգիտեմ ինչեր է ասում, դուք մյուս նախագահներին է, չգիտեմ անուն դնում, ես ոչ մեկի գլխով արևով չեմ երթվում, ոչ մեկի են, որ ասում է երեսը չեմ լվանում, բոլորն են նույն են դրանք չորսն էլ նույն են, բայց որ ես նայում եմ, տեսնում եմ, որ Վահագն Ալեքսանյանի մայրը ինչ անում է ջահելներին, հետո էլ շատ ծածուկ ձևով իմանում ենք, որ ինքը Վահագն Ալեքսանյանի մայրն է, լսի, եկա մեծ կնիկ ես, դու չես ամաչում, բավական չի, որ մի հատ անդաստիրակ մեկին ես տվել կառավարությանը, ազգային ժողովին, հիմա էլ մի հատ էլ կանգնել ես պաշտպանում ես նրա արածը, հələ մի հատ նրա կիսատ պռատ ելույթները լսի, կամ նա ինչ մակարդակ ուներ, այո, որ ես ասում եմ, որ իրանք բոլորը գործակալ են արևելագետները, հենց քո տղեն էլ, տիկին, հենց քո տղեն էլ, Թուրքիայի գործակալ է, արևելագետա, արաբագետա իրան հայտարարը, բայց ինքն էլ է Թուրքիայի գործակալ, ինչ եք ձեզ եսի մինչի տեղ դրել, միջին մակարդակի մարդ եք, իսկ ինչքան լավ մարդկանց եք դուք դրսում թողել, Ռուբինյան, մի հատ ձեր հայոց լեզվի վրա աշխատեք, ոչ ուղղագրությունից եք տեղյակ, ոչ ուղղախոսությունից, Վարդանյանը որն է, մի հատ ազգանուն, մի հատ չես կարողանում նորմալ արտասանել, Քրիստինե Վարդանյանին լսում եմ ու արագացրեք Վարդանյան,
Տիկին Վարդանյան, այտենց բան չկա, այտենց ուղղագրություն չկա։ Այ ընկեր, եթե դու մի հայոց լեզվի ուղղագրությունից ես անտեղյակ, բա քո դիվանագիտական արդյունքը ինչ պետք է լինի։ Այ անգրագետ, թող հեռացի, այդ ամբիոնից իջի։ Այդ նույնն էլ վերաբերվում է Փաշօղլուն։ Ամբիոնից իջեք ամբողջ ԿՊ եւ ամբողջ ազգային ժողով։ Ամբողջ ազգային ժողով, հերիք ելավ է ձեր ներկայացումները ժողովուրդը նայի, հիվանդանում է, դուք չեք հասկանում, այս ժողովուրդը ձեզ նայելով հիվանդանում, վատանում է, ճնշումներս բարձրացնում եք, սաղի մոտ, բոլորիս մոտ շաքարը առաջացրեցիք, ճնշում բարձրացրեցիք, ուռուցքները առաջացրեցիք, ինչ եք ուզում, դուք հակա հիգենիկ, հակա չգիտեմ, հակա հայ մարդ եք։ Իմանում եմ, եթերից իհարկե, իմանում եմ, որ Աննա Կոչեսյալը գիշերով գնացել է Եռաբլուր։ Գնացել է մարդիկը իր չեն հաշտվում այդ մահվան հետ։ Երեխեք են դրել հողին են անցնել։ Ձեր երեսից։ Ուй, դու էլ կանգնել ես, մարդիկ այո կռվում են ձեր հետ։ Առերես կռվում են, ընդհատակ կռվում են, ամենուր կռվում են, չեն հաշտվում, որտեղ երեխեքին նորմալ հանձնեցին ու ինչ ստացան։ Մի հատ էլ հələ մարդը կանգնել է բողոքում է, իր բողոքն է արտահայտում։ Ինչ ես կանգնել, որ բանը դուք հələ ձեր հալը կտենաք, ինչ հալ պիտի տեսնեն նրանք, հա? Իրենց կյանքի արևն է խավարը, իրենց գլխի թագն է ընկե։ Հողն ու փոշին եկել է նրանց գլխին։ Ինչ ես ուզում դու դրանցից։ Հələ չեք հանգստացել, այ լկտի։ Դու հələ չես հանգստացել, հա? Սաշիկ դվա։ Ստեղից առնես ընդեղի, ստեփայ մտնես ընդելն։ Առաջ Սաշիկին էինք ասում, բայց հիմա դու Սաշիկից անցել ես։ Դու հələ մտածի դու կապրես, որտեվ այն ինչ որ դուք եք արել, քիչ ջրերես է բարձրանալու։ Դուք չկարծեք դուք փրկվելու եք այս ժողովրդի ձեռից։ Դուք ուր էլ գնաք, ինչ բունկեր էլ մտնեք, ձեր վերջը եկել է, ձեր վերջն եկել է։ Եվ հետո ես ուզում եմ ասել նաև պարոն Ղարագյոզյանի մասին, որ ինքը խոսում էր անցյալ օրը, ասում էր Նիկոլը բանասիրական կրթություն ունի իր Աննայի հետ, Հարճի հետ։ Պարոն Ղարագյոզյան, նախ շատ եմ ուզում, որ դուք ձեր ազգանունը փոխեք, որտեղ դուք շատ լավ հայերեն հայեցի ազգանուն ունեք, Սևաչերյան։ Դուք փոխեք, որտեղ հետագայում դա թուրքերի հետ բախման առիթ կլինի, այնպես ինչպես այսօր մենք ունենք շատ եւ Այվազովսկունա եւ մյուսների մասին, որ այդ հարցերը դարձել են կնճռոտ հարցեր մեր համար։ Հետագայում մենք մեզանից հետո եկող սերունդը կարողանա հստակ ասել Ղարագյոզյանը, ոչ թե Ղարագյոզյանը, այլ Սևաչերյան, որ մենք էլ մեզ լավ զգանք, ինչի ենք այդ թուրքական ազգանունները վերցրել մեր վրա։ Եվ դուք ասում եք իրենք բանասիրական կրթություն ունեն, իրենք ոչ մի կրթություն չունեն։ Նույն Փաշօղլուն ունի տասնամյա կրթություն, միջնակարգ կրթություն, նույնն էլ կինը առաջի երկրորդ կուրսից նրանց հանե դուրս են շպրտել, որպես ոչ պիտույ ուսանող։ Հիմա դուք կանգնել եք նրանցից ուզում եք վարչապետ, քանի կար պատգամավոր էր, հիմա էլ վարչապետ է, ինչ վարչապետ, այ դրա համար անգրագետների հետևանքը սա է, որ եկել են իշխանության, նույն իրա, այ դուք անցյալ օրը դուք շատ ճիշտ տեղին հիշեցրեցիք մեզ, որ անգամ ունեն բուժքույր, որ անգամ կրթություն չունի, այս ենք մենք, Փաշօղլուն էս է հավաքի իր կողքերը, դրա համար մենք էս ենք քաշում, կամ ով է Արսեն Թորոսյանը, ով է, հələ մի հատ նայեք Արսեն Թորոսյանից ստեղծած դղյակը Դիլիջանում, այդում փողերով է, սաղ մահվան, մարդկանց մահվան ենթարկեց, փողերը դուրս գրեց, մահվան, ու այս բոլորը սա մի մեծ գործարք էր, որ ինքը կատարեց, եւ այսպես նույնն էլ վերաբերվում է այդ Շլդիկշանը, այդ Անահիտ Ավանեսյան Անահիտը դրան է վերաբերվում, աղջիկ, հետո մի հատ էլ քեզ հիշեցնեմ, բա այդ որ մենք բանը հերթագրվել ենք, որ մեր ատամները վերանորոգենք, դու մինչև հիմի կարող եմ մի օր էլ կանգնես, ասես հլեսի, նոր այսօր մտել ենք մայիսի 1-ը, կարող եմ մի օր էլ կանգնես, ասես արդեն գումարները սպառված է, գումար չկա, շուտ արա արագացրա մեր այս գործերը, որտեղ մենք գիտենք դուք ով եք, դուք քանի մոր կաթեք կեր է, այ գողեր, Արցախցու ասած այ կյող։ Երբ այդ երկու սիֆիլիսիկները նստել էին հաջորդի բախտն ու ճակատագիրն էին որոշում, այստեղ
Նրանց մեծ աջակցություններ ցույց տալիս հայ բոլշևիկները, աջակցություններ ցույց տալիս հայ բոլշևիկները։ Նրանք կարծես օրհնում էին նրանց համար, այնքան որ հա, գիտեք, ժողովուրդ, մենք արդեն մեծ հաջողությունների ենք հասել, արդեն համաշխարհային հեղափոխություն, բայց թուրքերը իրանց գործն էին անում։ Այնտեղ Թուրքիան իր համար արևմտյան Հայաստանի հարցներ լուծում, ստեղ Ադրբեջանի համար լուծվում էր Արցախի, Նախիջևանի հարցը եւ մյուս հարցերը եւ հայ բոլշևիկները մի հատ իրանց բերանը չէին բացում, չէին ասում, որ սրանք իմ երկիրն են ոտնահարում, հա? Հիմա էլի կան հələ մարդիկ, որ հայ բոլշևիկներին հələ հարգում են, հələ ասում են թե բա գիտես, պապս, հայ բոլշևիկ ա եղել, գիտես, Լենինի հետ, պապս Լենինի հետ շփվել է, այ ամոթ ա, գոնե դուք ամոթ արեք ու ոչ մի ձեն ծպտուն մի անեք էլի, ամոթ ա։ Մեկ լսում եմ, էլի նորից կանգնում է հին օրերի երգն ա երգում, ասում է ոչ մեկը չպետք է ասի Ղարաբաղի մասին, Արցախի մասին ոչ մեկը չպետք է խոսա։ Այդ ասում է ելնեք երկինք, իջնեք գետին Արցախի մասին չպետք է խոսա։ Դու այ Սուլտան Համիդն էր բանը թույլ չէր տալիս, որ հանկարծ ասեին ազատություն, անկախություն, հայրենիք։ Հիմա դու ես էլ Սուլտան Համիդ, վերակենդանացել ես գլխներից։ Դու լավ իմացի քո չափը, քեզ ինչ է սպասվում։ Դու լավ իմացի քո չափը, թե քեզ մենք ինչ տեղն ենք դնելու, լավ ենք անելու, որտեղ դու մեր երկիրը տարել ես կործանման։ Այսքան երեխեքին տարար մահվան, հիմա էլ նորից նույնը շարունակում ես։ Սյունիք, փոխանակ դու կանգնես երկրի մասին, պաշտպանության մասին խոսած, մեր պետականությունը ոնց պահենք, դու կանգնել ես, քեզ գցում ես Էսյանեյան, Տալին ես գնում, հա իմիջիալուց էլ ասում, որ գնացել ես Տալին, ասում ես, էս ինչ մաքուր է, որտեղ երկիրը ղեկավար ունի, քաղաքապետ ունի, իսկ դու քո քաղաքապետն ով է, հա? Այն համբալի տղեն համբալը, հա? Մենակ իրա, հələ մի հատ նայեք այս քաղաքի նստարանները, ոչ ներկած, ոչ մի բան, ոչ ամրացրած, փողոցները կեղտի մեջ կորած, այդքան էլ մարդ ես ընդունում մի տեղի վրա 3-4-5 մարդ է ձևակերպված, բայց մի հոգի աշխատում, դրա համար էլ այդ մի հոգին այդ պետք լինի, մի հատ ասֆալտ ես անում, մեր Այգեստանի 9, 10, 11-ը նույն այդ վիճակում է, մի հատ ասֆալտ չկա, դրա համար ոչ մի տաքսի չի գալիս, չի ուզում գա Այգեստան, որովհետև ասում է սաղ փոս է, մենակ քո դուսը լավ լինի, մենակ դու դրա մասին ես մտածում, թո մնացածներն էլ ինչ կլինի, ինչ չի լինի, մենակ գողություն, քոնն է տա, դու եկել ես գողության համար, դրա համար նորքում կես միլիարդանոց դու դղյակ առար, որտեղից, այդ չեքն էլ չբերեցիր ցույց տայր ժողովրդին, որ ասել $20,000, որ դու այդ հատուկ չվերթով գնացել ես Միացյալ Նահանգներ, դու այդ չեքը չես մեն, ստից ասում ես ես մուծել եմ, չես մուծել, դու գողացել ես, այ գող։ Մայիսի 28-ն է, Հայաստանի անկախության օրն է, որ իսկականից մենք ունեցել ենք 2.5 տարի պետականություն, որ ոչ մեկից մենք կախում չենք ունեցել, բայց այդ երկու սիֆիլիցիկների երեսից մենք կորցրեցինք մեր պետականությունը, Քեմալի եւ Լենինի երեսից։ Այս մարդիկ ամեն ինչ արեցին, որ մեր պետականությունը վերանա ու իրանք վերացրեցին մեր պետականությունը, բայց մենք պետք է միշտ նշենք, որ Հայաստանի պետականությունը ոչ թե սեպտեմբերի 21-ին է, այլ մայիսի 28-ին։ Հիմա երկրորդ տարին է լրանում, որ Վարուժան Ավետիսյանը բանտում է, հենց նույն մայիսի 28-ին, այն որ ինքը շատ մեծ ջատակով էր մայիսի 28-ը նշվեր որպես պետականության օր, Փաշօղլին բռնեց դրան նորից ոնց որ բացել թողը, նորից հենց մայիսի 28-ին նորից դրեց ճաղերի հետևում։ Լսի, այս սիսո, դու փոխանակ այն ժամանակ դու Ազատություն ռադիոկայանի լրագրող էիր, դու փոխանակ այս հարցերով զբաղվես, դու այդ հարցերով ոչ զբաղվում ես, ոչ մի բան, բա մի հատ գնա դատախազություն ասա, ինչն է հիմքում ընկած, ինչն է, երևում է քեզ պետք է ճիպոտահարեմ, էլ ճար չկար քո հետ խոսալու, ինչ ես ուզում դու, այդ ձերի փող ստացող, մենակ Փաշօղլուն հաջողանում եք, որ հանկարծ դուք դուրս չմնաք, եթե նորից կգտնվի մեկը, որ
փաշողլին կհավաքի իր կողքերը, կմտածես, որ դրանցից մեկը դու կլնես, որ կմտնես խորհրդան, չեք մտնելու։ 0, դուք արդեն 0 եք։ Ժողովուրդը ձեզ չի ընտրելու։ Դուք նայեք, տեսեք Գյումրիում դուք ինչ խայտառակ պարտություն կրեցիք։ Այդքան վարչական ռեսուրսները օգտագործեցիք, էլի չանցակ։ Հիմա նույնը ստեղա ալնելու։ Հմիկվանից արդեն քարոզարշավ ես անում։ Չի լինելու, չես հասկանում դու։ Թողեք գնացեք, մի հատ լավություն արեք էլի այս ժողովրդին։ Թողեք գնացեք։ Իսկ այդ լուլուն, որ կանգնի ասում էր, թե ես խոնարհվում եմ թուրք ժողովրդի առաջ։ Դու հեսա ոչ թե կխոնարհվես, այլ քեզ ժողովուրդը, հայ ժողովուրդը քեզ ոտատակ տալու։ Այդ խոսքիդ համար ոտատակ։ Իսկ այն Մարիա Կարապետյանը, որի մերն ու մորքուրը բալկոններից կախված ամոթանք էին տալի ժողովրդին, թե ինչի է դուրս եկել ՔՊ-ի դեմը, այն է գումարները բերել Թուրքիայից, որ այս դասագրքերը սենց լրիվ սաղ լրիվ թուրքամետ, թրքասեր բանաստեղծներ, արաբական, չգիտեմ, թուրքական, ադրբեջանական բանաստեղծներով ալասված։ Մի հատ Թումանյան չկա, Իսահակյան չկա, Տերյան չկա, Չարենց չկա, Սևակ չկա դասագրքերում։ Այս բոլորի համար պետք է իրանք պատասխան տան։ Պիտի իրանք մատաղ սերնդին սենց լրիվ խեղաթյուրեցին, այ խեղաթյուրվածներ, ձեզ չենք ներելու, դուք լավ իմացեք, դուք ինչքան էլ հիմա փորձեք ձեր ձեռագիրը փոխել, դուք այնց կեղտոտ գործերի հեղինակ եք դարձել, որ հնարավոր չի ձեզ ներել։ Եվ Փաշոկին մնում է 400,000-ի բնակեցման դարդն է քաշում։ Լսի, դուք այդ ազգային ժողովում 400,000-ից ավել այդ հանցագործներից ավել մեծ հանցագործություն եք անում վերընկած ազգային ժողովում։ Էլ ինչ ես ուզում։ Դրանից ավել մեծ գործ ես ուզում, հա? Վերես այդ հանցագործներին, այդ բանտից փախածներին վերես լցնել։ Այսինքն ձեզ մտցնելու ենք բանտերը, դու հենց որ հավասար համարժեք եք դուք իրանց այդ 400,000-ին։ Ոչ մեկը ժողովրդի ձեռից չեք պրծնելու։ Ոչ մի թուրքի ոչ չի ընկնելու։ Թեպետ իրանք լիքն են ստեղ, գիշերները իրանք ման են գալիս։ Մենք շատ լավ գիտենք, լավ տեսնում ենք, լավ էլ իրանք առնչվում են ժողովրդի հետ, տաքսի են վարում, չգիտեմ, ճանապարհ, բան, բոլորը տեսնում ենք, որ իրանք մեր ծակուցուկերն են իմանում։ Փաշողլու, դու էլ գնացիր Վրաստան, ֆուտբոլ էիր նայում, դու այնքան պարապ ես, որ դու անելիք չունես, քեզ մենակ մնում է արդեն մանգալ էլի, մանգալ, բա ինչ, գնացել ես Վրաստան, եթե դու ընդ Արցվաշենի հարց գոյություն ունի, ստեղ էլ Վրաստանի հետ մենք Ջիլիզայի հետ գործ ունենք։ Ով է իմանում, կարող է գնացիր մի հատ էլ ստես սրանց մի բան խոստացար վրացիներին, քեզ այնց հեռու բան չի։ Դու անես որ ամեն ինչի ընդունակ սպասովնի մարդ ես, ամեն ինչի։ Դու ունես որ քեզանից հեռու չի, մի հատ էլ շնորհավորում ես, հա, իրանց։ Մտնում ես իրանց հանդերձարան, իրանց շնորհավորում ես, ապրեք, որ մեզ սենց խայտառակեցիք, հա, այ անամոթ, սպորտն էլ ես դարձրել առուծախի առարկա, այ դու, հենց դու։